Հայաստանում ներկայումս նկատվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնային բարձրացում։ Հունվարի 9-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման 662 դեպք, որից 219 թոքաբորբ, հոսպիտալացվել է 85 հղի, որից 20-ի մոտ թոքաբորբ։ Ինչպիսին է պատկերը Հրազդան քաղաքում, զրուցեցինք Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանի հետ։ 16 թվականի հունվարի 1-ից սկսած, ինչպես նաև 15 թվականի դեկտեմբերի վերջին մի շաբաթում մենք ստացել ենք ընկերություն, որ հնարավոր է լինի H1N1 գրիպի համաճարակ։ H1N1 գրիպի կասկած եղել է 4 հիվանդի մոտ, որից 2-ը հեղիներ են և նրանք ուղարկվել են հանրապետական կենտրոն, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոն, այնտեղ հոսպիտալիզացվել են և ստանում են համապատասխան բուժում։ Մեկ հիվանդ տեղափոխվել է Երևան Էրեբունի հիվանդանոց, որի մոտ հավանական է կհաստատվի վերջնական H1N1-ը, գտնումը կարելի է ասել ծանր վիճակում արհեստական շնչառության ապարատի տակ։ Եվ մեկ հիվանդ էլ ներկայումս բուժվում է մեր մոտ, ընդ որում այդ հիվանդը Երևան տեղափոխված մյուս հիվանդի հարազատն է։ Հրազդանը չի գտնվում վտանգավոր գոտում, դեպքերի թվի ավելացում չկա, ասաց Ռոբերտ Սահակյանը, և հորդորեց ազգաբնակչությանը, որ չզբաղվել ինքնաբուժությամբ։ Հիմա էլ ես տեղեկացնում եմ, որ բոլոր դեպքերում, եթե կան գրիպի նշաններ, անհրաժեշտ է դիմել բժշկի, ոչ թե զբաղվել ինքնաբուժմամբ, որովհետև այդ հիվանդությունը կարող է ընթանալ շատ արագ ընթաց կայծակման ձևով և 1-2 օրվա ընթացքում հասցնել բավականին լուրջ վիճակի։ Ռոբերտ Սահակյանը նշեց, որ տոնական օրերին շտաբօգնության ծառայությունը շատ ծանրաբեռված է աշխատել։ Շտաբօգնությունում գրանցվել է 277 կանչ և 166-ը հիվանդներ են դիմել շտաբօգնության ծառայություն, այսինքն ընդունարան, որոնք սպասարկվել են անհրաժեշտ մակարդակով։ Ըստ բժշկական կենտրոնի տնօրենի, այս օրերին արգելված է տեսակցություններ կատարել ծննդատանը և հիվանդանոցում։ Բոլոր դեպքերում հնարավորինս խուսափել հիվանդանոց հիվանդների մոտ այցելություններ, շատ կատարելուց կամ հիվանդ վիճակում կատարելուց, որովհետև այդ բոլորը հակացություններ են և էպիդեսակետից անհրաժեշտ է, որ դրանք պահպանվեն գրիպի տարածումը կանխելու համար։ Ահա այսպիսի իրավիճակ էր այսօր դեպի հիվանդանոց տանող ճանապարհին։ Խցանումների պատճառով անգամ շտաբօգնության մեքենաները չէին կարողանում գնալ կանչերի։ Կադրերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Allez,